այսօրեն օրն է, որ կարող ենք մեկս մեկու շնորհավորել ասել Քրիստոս հարյավ իմ հեռուց։ Օրհնյալը հարությունը Քրիստոսի փառք Տիրոջը։ Ես ձեզ ստեղ տեսնելով հոգիս այնքան ացնցում, որ ու պատկերացնում եմ, թե Քրիստոսի հոգին ինչքան ացնցում։ Որովհետև գոնե տարեկան 2 անգամ սենց կարենանք հավաքվենք, թեկուզ 3 անգամ, ու մեկս մեկու տեսնենք, հաղորդակցություն ունենանք ինչպես որ գիրքն ասա մեկս մեկու հետ, ու կարողանանք մեկս մեկու ասենք Քրիստոսի խոսքերը, իմացիր, որ դու գնում ես դեպի հավիտենություն, ով հոգի, փառք Տիրոջը։ Ուրեմն բացմախոսքում ես ուզում եմ մի տեղ կարդամ, որ վերաբերվում է այսօրվա թեմային։ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ։ Եվ երբ որ շաբաթ անցավ, Մարիամ Մագդաղենացին և Հակոբի մայր Մարիամը Սաղոմեն խունգեր առան, որ գան նրան օծեն, և մի շաբթի առավոտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը, և իրար ասում են, ով կթավալեցնե քարը մեզ համար գերեզմանի դռնից, և նայեցան տեսան, որ քարը գերեզմանից հեռու էր թավալված, որովհետև շատ մեծ էր։ Գիտեք, այսօր ես չեմ ուզում ինչ-որ պատմական տվյալներ ներկայացնեմ։ Ինչ-որ Սուրբ գրքի մեջ գրված է, ինչ-որ կատարվել է առաջի դարում, Քրիստոսի մահվան ու հարության ժամանակ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ, որպեսզի մենք ամեն մեկս նայենք, թե այսօր այս խոսքը մեզ ինչ ունի փոխանցելու 21-րդ դարում։ Իրադրությունները, այս իրողությունները կատարվել են առաջի դարում, բայց անցել է երկար տարիներ, երկար դարեր, բայց այսօր այս խոսքը մեզ շատ բան ունի ասելու։ Ամեն մի խոսք մարգարեություն է։ Գիտեք, այս կանայք գնում էին, որպեսզի խունկ ծխեն, խունկ վառեն Քրիստոսի գերեզմանի վրա, բայց և այնպես մտածում էին, քարը շատ ծանր է, ով պիտի գլորի, բայց իրանք չգիտեին մի բան, որ արդեն Աստված ամեն բան արել էր։ Գիտեք, այս կանայք անհանգիստ էին, որովհետև իրանք այդքան ուժ չունեին քարը գլորելու, որպեսզի իրանք ավելի մոտենային Քրիստոսին։ Իմացիր մի բան, սիրելի հոգի, եթե քո սրտի մեջ քար կա, ու դու մտահոգված ես, այդ քարը գլորողը կա, և նա այստեղ է փառք իրը։ Եթե դու մտահոգված ես քո ընտանիքի որևէ անդամի համար, որ ով նրա սրտից քարը կգլորի, իմացիր, որ այդ քարը գլորողը այստեղ ներկա է փառք իրը։ Գիտեք, մի բան ես ուզում եմ իմ խոսքերով ասեմ, երբ որ իրանք այդ ամենը տեսան, իրանք զարհուրեցին, երբ որ հրեշտակ եկավ, իրանց հայտնեց ինչու եք դուք արդարին փնտրում գերեզմանում, մեղավորների մեջ, նա այստեղ չէ, նա հարություն է արել։ Եվ Հիսուսը, երբ որ մի շաբթի օրը առավոտյան երևցավ Մարիամ Մագդաղենացուն, որից 8 դև էր հանել Հիսուսը, և նա գնաց պատմեց, կներեք 7, և նա գնաց պատմեց նրա հետ լինողներին, որ սուք էին անում, և լաց լինում։ Նրանք էլ լսելով, թե կենդանի է, և երևցավ նրան, չհավատացին։ Գիտեք, թերահավատությունն ու անհավատությունը առաջի դարում էլ կար, Քրիստոսի ներկայությամբ էլ կար, մարդիկ տեսնում էին Աստծո որդուն, բայց նրան տեսնում էին որպես սովորական մի մարդ, որ կարող է
հրաշքներ գործել։ Սիրելի Աստծո ժողովուրդ, նա մեծ է, նա հրաշագործ է, նա հավիտենական է, նա մեռավ, բայց գերեզմանի մեջ չմնաց, նա իր կյանքը սկսեց Գոլմի մսուրից, իր կյանքը ավարտեց, երկրավոր կյանք ավարտեց Գողգոթայի խաչի վրա։ Մեծ է նրա կատարածը, որ անցել է 21 դար, մարդիկ խոսում են, կարդում են, քննում են, մինչև Սուրբ Հոգին չի բացում, չեն կարողանում հասկանալ։ Աշակերտները, որ 3 տարի ու կես քայլել էին նրա հետ, Մարիամ Մագդաղենացին եկավ ասավ, ես հանդիպել եմ նրան։ Նրան չհավատացին։ Դա այնքինն էր, որից 7 դեպ էր դուրս եկել, որ աշակերտները դա տեսել էին։ Աշակերտները գիտեին ով էր այդ Մարիամը եւ ասին, երևի մտածեցին, որ Մարիամն էլի խանգարվել է։ Էլ ինչ որ աչքերին բան է երևացել։ Միջև որ իրանք չեկան գերեզմանը տեսան դատարկ, բայց Հովհաննեսը մեկ այլ ձևով է ներկայացնում։ Ասում է Հովհաննես 20-րդ գլուխ 9 խոսքից։ Որովհետև տակավին չգիտեին գիրքը, թե պետք է նա մեռելներից հարություն առնե։ Եվ աշակերտները դարձյալ իրանց տուն գնացին։ Սա գիտեք ինչ խոսք է, ինչ իրավիճակ է։ Աշակերտները լսել էին Մարիամին, որ նա տեսել է Քրիստոսին, բայց իրանք տեսել էին մի բան, որ Քրիստոսը մեռավ եւ նրան գերեզման դրեցին։ Նրանք մարդկային ուղեղով չկարողացան հավատալ, որ Քրիստոսը հարություն է առել։ Եվ այստեղ ավետարանում ինչ ասում, որովհետև տակավին չգիտեին գիրքը, թե պետք է նա մեռելներից հարություն առնի։ Հիսուսը շատ էր ասել իրանց, որ կգա ժամանակ իրանք կվերցնեն, մահապատժի կենթարկեն։ Նա աշակերտներին ասում էր, բայց աշակերտները ուրիշ տրամաբանության մեջ էին։ Նրանք չէին կարողանում ամբռնել։ Այսօր մարմնավոր մարդը չի կարող ամբռնել, թե երկինքը ինչ պլաններ ունի, ինչ ծրագրեր ունի, այսօր ամեն մի մարդու համար, այս աշխարհի համար եւ առանձնապես քո համար, իմ համար, սիրելի Աստծո մարդ։ Չեն կարող ասել, բայց դա իմանալու համար գրքերը քննել է պետք։ Դրա համար միշտ խորհուրդ է տրվում, քննեք գրքերը, որ ամեն մեկիս յուրահատուկ բան ունի ասելու Աստծո Սուրբ Գիրքը։ Եվ ասում է, եւ աշակերտները դարձյալ իրանց տուն գնացին։ Ասին դե Մարիամն էլի երևի աչքերին բան է թվացել։ Հետ դառան տուն, բայց ինչ կատարվեց դրանից հետո։ Ասում է Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում։ Եվ լաց լինելուց ծռվեց, մտիկ տվավ գերեզմանի մեջ եւ տեսնում է 2 հրեշտակ սպիտակ անդերձներով նստած, մեկը գլխի կողմին, մյուսը ոտների կողմին, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր։ Եվ նրանք ասեցին նրան, ով կին, ինչու ես լաց լինում։ Նրանց ասեց, նրա համար, որ իմ տիրոջը վեր առան, եւ չգիտեմ թե ուր դրին նրան։ Եվ երբ որ սա ասեց, դարձավ իր հետին կողմը եւ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե դա Հիսուսն է։ Հիսուսը նրան ասեց. «Կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում»։ Նա էլ կարծելով թե պարտիսպանն է, ասեց նրան. «Տեր, եթե դու վեր առար նրան, ասա ինձ ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան»։ Հիսուսը նրան ասեց. «Մարիամ», եւ նա դարձավ եւ ասեց նրան. «Ռաբունի», որ կթարգմանվի վարդապետ։ Հիսուսը նրան ասեց. «Մի դիպչիր ինձ, որովհետև դեռ չեմ վեր ելել իմ հոր մոտ, բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ նրանց ասա. ես վեր եմ ելնում իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ»։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թե նա տեսավ Տիրոջը եւ թե նա այս բաները իրան ասեց։ Դժվար էր հավատալը։
մարմնավոր մարդու համար, որովհետև նրանք դեռ Սուրբ Հոգին չէին առել, մարմնավոր էին, նրանք ուրիշ ծրագրեր ունեին, որովհետև Հիսուսին տեսնում էին միակը, որ կարող էր թագավորել, բայց նրանք մտածում են, որ նա կարող էր թագավորել միայն երկրի վրա, բայց նա թագավոր էր, որ թողել էր իր թագավորական կյանքը երկնային, իջել երկիր, որ հարուստ էր, աղքատացավ մեզ համար, որպեսզի մեզ աղքատներից հարստացնի իրան հարստությունով։ Ինչ էր կատարվում, ասավ, ես վեր եմ ելնում իմ հոր մոտ, և չասեց, որ այդ հայրը միայն իմն է, և ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ, և ձեր Աստծո մոտ։ Ոտ, այդ տեսեք, ինչ գաղտնիք բացեց ինքը աշակերտների համար, միգուցե նրանք մթագնած էին, բայց այսօր մենք մթագնած չենք։ Այսօր օգնի Տերը, որպեսզի այցելություն անի մեզ ամեն մեկիս հավատալու, որ նա մեր ամենքիս հայրն է, նա մեր ամենքիս Աստվածն է, և նույն օրը, արդեն իրիկուդը, երբ որ դռները փակ էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողոված էին, հրյանների վախից դուրս եկավ և նրանց մեջ կանգնեց և նրանց ասեց. խաղաղություն ձեզ։ Եվ սա ասելով իր ձեռքերը իր կողը ցույց տվավ նրանց և աշակերտները ուրախացան, երբ որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա և ասեց. առեք Սուրբ Հոգին, որոնց մեղքերը որ թողեք, թողված կլինեն նրանց, որոնց պահեք, պահված կլինեն նրանց։ Այսինքն մեծ իշխանություն տվեց առաջի դարում աշակերտներին, այսօր ինձ և քեզ սիրելի հոգի, որովհետև տարակուսանքի մեջ էին, որովհետև վախի մեջ էին աշակերտները, և ինքը երբ որ այցելեց, քննեց, տեսավ, որ իրանք իրապես կարիքի մեջ են, և մի բան ասավ խաղաղություն ձեզ, և այդ իրա խոսքի մեջ մեզ զորություն կար, որպեսզի աշակերտները ունենան այդ խաղաղությունը։ Սիրելի հոգի, միգուցե այսօր մենք կարիք ունենք այդ խաղաղության, որովհետև այս աշխարհում արհավիրքները այնքան մեծ են հոգսերը, որ մարդուն, նույնիսկ հոգևոր մարդուն տանում են դեպի անխաղաղ վիճակի, բայց Տերը իր ներկայությամբ կարող է ինքը և դա անում է, խաղաղացնում է ամեն մի սիրտ, որպեսզի Տիրոջը կարողանանք վայելել անխաղաղության մեջ։ Տերը չկա, բայց երբ որ Տերը բերում է իր խաղաղությունը, այնտեղ Տերը կա։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ, ուզում եմ առաջի համարից մինչև 5 կարդալ։ Իմացնում եմ ձեզ, Պողոս առաքյալը սենց ասում, իմացնում եմ ձեզ եղբայրներ, այն ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որ էլ ընդունեցիք, որի միջել կանգնած եք, որով փրկվում եք, այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել, որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, գրքերի համեմատ, և թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ, գրքերի համեմատ, փառք Տիրոջը, գրքերի համեմատ, որ գրքերի, ոչ թե նոր ուխտի, այլ հին ուխտի գրքերի համեմատ, որովհետև գրքերը քննում էին, կարդում էին, բայց չգիտեին, որ դա հենց Քրիստոսի մասին էր, և որ Քրիստոս հարություն առավ, նոր գրքերը քննեցին, տեսան, որ իրապես նա էր, որ պտի գար, փառք Տիրոջը։ Ուզում եմ 12-րդ խոսքը կարդալ, 15 գլխի, սենց ասում, բայց եթե Քրիստոսը քարոզվում է, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա, դժվար է ընդունելը, շատ մարդիկ, նույնիսկ հավատալով, երկրպագելով, նույնիսկ խաչակնքելով, ասում են, դա հեքիաթ է, մեռելների հարություն չկա։ Ինչպես դուք կարող եք մտածել, որ մեռելների հարություն չկա, բայց Քրիստոս հարություն է առել, Քրիստոս հարության ճանապարհ է բացել, և այս ճանապարհը քո համար է, և ինքը նշեց, ասավ, ես եմ ճանապարհը։
ուրիշ ճանապարհ մի փնտրի, ով հոգի։ Ես եմ ճշմարտությունը, ուրիշ ճշմարտություն մի փնտրի, սիրելի հոգի։ Ես եմ կյանքը, ուրիշ կյանքը մի փնտրի։ Նա ով ուզում է իր կյանքը բարգավաճել երկրի վրա, իր հոգին կկորցնի, սենց ասում Սուրբ Գիրքը։ Իսկ նա ով որ իր հոգին, իր կյանքը դնի նրա համար, նա հոգով հավիտյան կապրի։ Ուզում եմ 19-րդ խոսքից կարդամ։ Եթե միայն այս կյանքումը ունենք այս հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք, բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Ինքը ննջեցյալների առաջինը եղավ, ուրեմն որովհետև մարդով եղավ մահը եւ մարդով էլ մեռելների հարությունը։ Քազի ինչպես Ադամով ամենքը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենքը կենթանանում են։ Ուրեմն կենթանանալու համար, հավիտենական կյանքը ժառանգելու համար կա մեկ անուն՝ Հիսուս Քրիստոս։ Սա եթե մանուկ ժամանակ մենք դա ընդունել ենք որպես ինչ-որ պատմություն, այսօր Սուրբ Հոգին իր զորությունով այցելություն է անում Աստծու մարդուն, ով որ փնտրում է։ Եթե սիրելի հոգի դու փնտրում ես Աստծո հոգին, այցելություն կանի ու կբացի քեզ, որ իսկապես Հիսուս հարություն առավ։ Սիրելի հոգի, դա միայն Քրիստոսի հարությունը չի, դա իմ եւ քո հարությունն է, որովհետեւ այն ինչից որ մարդկությունը վախենում է, սարսափում է եւ իր ամեն ինչ ուժ ներգործում է, որպեսզի ավելի երկար ապրի, որպեսզի ավելի լավ ապրի, Քրիստոս եկավ ասեց. Ես եմ կյանքը, ես եմ հարությունը։ Ամեն։ Նա ով ինձ հավատա, երբեք չի մեռնի։ Ով որ ինձ հավատա, հավիտյան կապրի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, այս սքանչելի օրը էլի եմ ասում, Աստծուն դուք գալով ստեղ, Աստծուն մեծ ուրախություն եք պատճառել, որովհետև ինքը ևս մեկ հնարավորություն ունի Սուրբ Հոգու միջոցով ձեր սրտերին կպնելու։ Ինքը ուրիշտեղ չի կարա, դժվար է իր համար, բայց այստեղ խոսքը, որովհետև գրված է, խոսքը հնչում է այստեղ եւ գրված է, որ հավատքը լսելուց է։ Սիրելի հոգի, դու լսում ես խոսքը, որ կարող է ամբողջությամբ փոխել քո կյանքը եւ այն ուրախությունը, որ Աստծո զավակներն են վայելում ու շարանգում հավիտենական կյանքը, դա քոնը կլինի եւ քոնը կլինի։ Ընդունիր, այսօր է ընդունելու օրը, այսօր դու չհրաժարվես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եկեք ոտքի վրա, կանչենք նրա անունը, թող ամեն անձնավորություն նրա անունը կանչի։ Գրված է որ ով որ նրա անունը կկանչի, նա կփրկվի, ով որ նրա հետևից գնա, երբեք ամոթով չի մնա։ Փառք Տիրոջը։ Հալելույա քեզ Տեր։ Օրհնյալ ես Տեր, օրհնյալ ես իմ Աստված։